Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ասա Նարինը։ Ձյան, բարև։ Ոնց ես։ Նորմալ, ինչ ես ուզում։ Մեզ երբեք հատուկ պատճառ պետք չի եղել, չէ՞ որ զանգենք իրար։ Ես հասկանում եմ, որ այս վերջերս շատ բաներ են տեղի ունեցել։ Բայց ես ուզում եմ, որ խոսենք։ Ինձ թվում է, որ մենք խոսելու շատ բան ունենք իրար հետ։ Մենք խոսելու ոչ մի բան չունենք։ Իսկ ես ուզում եմ խոսեք ձյան։ Միսակը մահից առաջ թուղթ է թողել։ Այդ տանն են գտել, որտեղ որ ապրում էր։ Այդտեղ քո անունն էլ կա։ Ինչ թուղթ։ Ձյան։ Արի հանդիպենք, հա։ Ես հիմա կգամ քո տան մոտ, դու դուրս արի ու մենք խոսենք, լավ։ Լավ։ Արի։ Չէ դու լրիվ քեզ կորցրել ես, ո՞ւնտեղ ես քեզ դրել, քեզ ով է թողել գաս իմ տուն։ Հիմա մի հատ խորը շունչ քաշի ու հանգստացի։ Ու ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում, որ համարը տված լինեիր, ես չէի գա հասնի ստեղ։ Ու նենց էլ չի, որ ես մուննատ դեմքիդ կարոտ եմ մնացել։ Մի հատ էլ ես եմ մուննատ։ Հիմա լսում ես, թե ես գնամ ու ինչ կլինի, թող լինի։ Ոնց ես նյարդերից վրա ազդում, ուղղակի չես կարող պատկերացնել։ Դու էլ իմ նյարդերին ես ազդում։ Բայց ուրիշ տարբերակ չկա։ Հիմա լսի ուշադիր ու ինչ չընդհատես։ Հովոն էր զանգել։ Այն որ քեզ ասում է, որ դրանք իրանց տեղը հանգիստ չեն նստելու։ Տենց էլ եղավ։ Հիմա ակտիվացել են ու նորից այդ փողի թեման են բարձրացնում։ Ինձ չի հետաքրքրում։ Ես քեզ ասել եմ ինչ չընդհատես, չէ՞։ Ես պիտի գնամ այսօր դրանց հետ հանդիպելու։ Ու հիմա շատ կարևոր է, որ ես իմանամ այդ փողը իսկականից կա թե չէ, ու այդ մարդիկ իմ պատասխանին են սպասում։ Ես քեզ վերջին անգամ եմ ասում, որ փող չկա։ Ու Աստված չանի, դու եւս մի անգամ գաս իմ տուն, ես երդվում եմ, դու փոշմանելու ես։ Անկեղծ միջև հոգուս խորքը վախեցա։
Դու ցինիկ ես։ Լավ, լսի, հավես չունեմ ես։ Եթե քեզ իմ օգնությունը պետք չի, ինձ ընդհանրապես պետք չի։ Ինչ թուղթ։ Ինչ թուղթ է թողել Միսակի, ինչի մասին ես խոսում։ Ոչ մի թուղթ էլ չկա։ Ուղղակի այդպես ասացի, որ դուրս գաս տնից։ Ես ու դու հենց հիմա կգնանք այն կնոջ մոտ, ով ինչ որ պահի կապ ա ունեցել Հայկի հետ ու հիմա փորձում ընտանիք սկանդել։ Ինչ ես խոսում։ Ոնց գնանք իր տուն։ Համարն ուներ, չէ՞ այդ կնոջ։ Դե կարծում եմ հասցեն ճշտելն էլ խնդիր չի լինի։ Գնանք տեսնենք ինչ ա ուզում ինձնից։ Եթե իհարկե այդ կինը գոյություն ունի։ Անուն ինչ էր այդ կնոջ։ Ինչ ես խոսում։ Ինչ է ընդհանրապես կատարվում։ Դու ինձ ասեցիր, որ մենք ուրիշ բանի համար ենք հանդիպում։ Հիմա ինչ ես ինձ խաբում։ Չնայած երևի անունն էլ կարևոր չի։ Դե, զանգի։ Զանգի այդ կնոջը ու կանչի քո մոտ։ Կամ էլ հասցեն ճշտենք մենք գնանք իր տուն։ Հարց եմ տալիս, Նարինե։ Ձյանա, որովհետև ուզում եմ գտնենք այդ կնոջը։ Ուզում եմ հասկանամ ինչ ա ուզում ինձնից ու վերջապես փակեմ մեսեջը։ Ես արդեն հոգնել եմ այս անիմաստ տագնապներից ու ինտրիգներից։ Վատ բան եմ ուզում ձյան, հա? Իսկ Հայկի թեման արդեն վաղուց փակ թեմա է։ Ես չեմ ուզում, որ այսքան տարի նորից բացվի ու ամեն ինչ խառնվի իրար։ Փաստորեն Հայկի թեման քո համար փակված թեմա է, հա? Իսկ քո համար փակ չի։ Ես ինչ կապ ունեմ։ Դե, երևի ոչ մի։ Ուղղակի ինձ թվում էր, որ առաջինը դու պիտի ուրախանայիր, որ վերջապես ուզում եմ շրջել ես էջը։ Չէ, ուրախ եմ, իհարկե ուրախ եմ, բայց այսօր մի տեսակ քեզ նման չես, շատ տարօրինակ ես։ Հա որ։ Չի ասի։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ես։ Վատ եմ։ Գլուխս մորվինս ցավում է։ Կարող է հիվանդանում ես։ Չգիտեմ, չեմ կարծում։ Կուզես թեյ բերեմ քեզ։ Չէ։ Հիմա ոչ այդ թեյը, ոչ էլ որևէ դեղ ինձ չեն օգնի։ Որովհետև քո հիվանդության անունը Արման է։ Ռեբեկա, կլինի այդ թեմայով չխոսենք։ Տեղից էլ իմ համար հեշտ չի։ Տեսա, որ ամբողջ գիշեր լացում էիր։ Ձևացրեցի իբր քնած եմ, որ դու էլ չնեղվես ու էմոցիաներդ չպահես, որովհետև երբեմն հենց այդ լացը ամենաշատն է օգնում։ Էլկա, ուզում եմ իմանաս, որ ինչ ուզում ա լինի, մենք միշտ քո կողքին ենք։ Դու երբեք մենակ չես լինի։ Ապրես։ Ճիշտն ասած ուզում եմ դուրս գամ, բայց որ ասում ես վատ եմ, հիմա չգիտեմ ինչ անեմ։ Գնա հանգիստ։ Ես հիվանդ չեմ։ Հետո հավերժ չես գնում։ Մի ժամվա մեջ ոչ մի արտարոց դեպք չի լինի։ Ոնց որ տանը մենակ մնալու միտքը քեզ շատ դուր եկավ, հա, լավ համոզում ես։ Չէ, չեմ համոզում։ Իրոք լավ եմ։ Երևի գիշերը լավ չեմ քնել, դրա համար էլ ինձ լավ չեմ զգում։ Հեսա կպարկեմ կքնեմ։ Բա դու ես գնում։ Բահեի տուն։ Ինչի։ Որովհետև ավելորդություններ կան, որոնք պետքա մաքրեմ այդ տնից, արդեն չափ ու սահման անցնում են։ Այսինքն
Կարևոր չի։ Կգնամ, բայց շատ շուտ հետ կգամ։ Լավ։ Դու ամեն դեպքում գնա պարկի, ես քեզ հիմա թեյ կբերեմ, հա։ Ալո։ Գորջան, բարև։ Բարև Ռեբեկա ջան, ո՞նց ես։ Լավ, Գորջան, եթե հարմար է, կարող ենք խոսել։ Արամի մասին եմ ուզում խոսենք։ Արամի։ Ինչ է, ինչ որ բան ա նորից արել։ Չէ, ուղղակի դու ասացիր, որ ինքը Վահեի տանը մի քանի օր է մնալու։ Ուզում էի հետաքրքրվեի այդ մի քանի օրը ինչքան է։ Ռեբեկա հաստատ ամեն ինչ կարգին է, կարող է ինչ որ խնդիրների մեջ է քեզ գցել։ Չէ, ես Արամի հետ անգամ շփում չունեմ։ Ուղղակի գիտես Վահեի տունն ինձ համար ինչքան կարևոր է։ Ես որ այնտեղ եմ գնում, ինձ ավելի մոտ եմ զգում Վահեին։ Դրա համար ուզում էի ճշտել, թե քանի օր է մնալու Արամ այնտեղ։ Ես քեզ հասկացա, խոսք եմ տալիս, այսօր կամ վաղը այդ հարցին լուծում կտամ։ Լավ, շնորհակալ եմ։ Այ հիմա կտեսնես, որը որից հետո է Արամ տղա։ Ալո։ Ուր ես Արամ։ Խանութ եմ իջել, ինչ կա ախպերս։ Պետք է հանդիպենք խոսելու բան կա։ Կարող է գործ ես գտել իմ համար։ Դեռ չէ, բայց այդ ընթացքի մեջ է։ Բա այդ դեպքում ինչ կա խոսալու։ Կգաս կասեմ։ Ես մի ժամվա գործ ունեմ։ Եթե օքեյ է, գամ։ Հիմա մի հատ ժողովի եմ միանում Ամերիկա, վերջացնեմ, կասեմ կգաս։ Այդ դեպքում կարող է թողնենք իրիկունը։ Ինչի։ Դե ես էլ գործեր ունեմ, վերջացնեմ ու հանդիպենք։ Լավ եղավ։ Սար նորմալ է ամեն ինչ։ Ահա։ Ինչ որ զանգի ես սպասում։ Չէ, ինչի։ Ուղղակի։ Դու հոդվածդ ավարտեցիր։ Հեսա կավարտեմ։ Լավ։ Այսօր ենք եկել։
Վախենում ես։ Չէ, ինչից պիտի վախենամ։ Դե շատ ավելի լավ։ Ուղղակի դու այսօր քեզ նման չես, ոնց որ դու չլինես։ Դու էլ։ Միշտ այնքան ինքնավստահ ես, խոսքերիդ մեջ հաստատուն։ Իսկ հիմա չգիտեմ, չեմ հասկանում։ Դիանա, ամբողջ ճանապարհին սպասում է, որ կզանգես այդ կնոջը։ Կարող եմ այն դեպքում հիմա զանգես։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Նարինե, ինչա կատարվում։ Երևի պարզ է, չէ, որ հենց այնպես չենք եկել հասել այստեղ։ Այս ամեն ինչ ինձ արդեն դուրս չի գալիս։ Ինչի։ Քիչ ենք իրար հետ ինչ-որ տեղեր գնացել։ Չէ, իհարկե քիչ չեն գնացել, բայց կրկնում եմ, դու քեզ նման չես, շատ տարօրինակ ես։ Դե հնարավոր է։ Միշտ դու ես ամեն կերպ քո իրական դեմքը թաքցրել ու քեզ նման չես եղել։ Թող մի օր էլ ես ինձ նման չլինեմ, ինչ կլինի որ։ Երևի արդեն հասկանում ես, որ իմաստ չկա որևէ բան թաքցնելու։ Երևի քո համար շատ դժվար է եղել այսքան տարի լռելն ու խաղալը, չէ՞ Ձյան։ Նարինե, դու իրոք քեզ նման չես, ինչա կատարվում։ Քեզ թվում է չեմ հասկացել, որ այդ կինը իրականում գոյություն չունի։ Որ այդ հորինված կերպար իրականում դու ես Ձյանը։ Մի քիչ ուշ, բայց հասկացել եմ ամեն ինչ։ Քո բոլոր ասացներն ու արածները հավաքել եմ մտքումս ու հերթով դասավորել։ Ստացել եմ այն պատկերը, որը միշտ աչքիս առաջ է եղել։ Բայց ամեն անգամ խուսափել եմ այդ պատկերին ուղիղ նայելուց։ Չես ուղղակի ցնդաբանությունը, չեմ հասկանում ինչ ես խոսում։ Հիմա արի առանց ձևականությունների ու հորինվածքների։ Ես քեզ բերել եմ այստեղ, որ վերջապես ասես այն, ինչ մտածում ես։ Ես պիտի հասկանամ, թե դու ինչ ես ուզում։ Դիանա, ես ուզում եմ ու գտնում եմ, որ բոլոր հարցերը պիտի հերթով պարզաբանվեն հիմա ու հենց այստեղ։ Դու ստեղ ինչ ես անում, մենք մի ժամից չպիտի տեսնեինք իրար։ Ես այդքան ժամանակ չունեմ, պարտքատերերս խեղդում են։ Ով դու ճիշտ կանես, հենց հիմա ստեղից դուրս գաս։ Էդ ուր ես, էդ ես վստահ գնում։ Ես տեղից ոչ միտեղ չեմ գնալու, մինչև այդ փողերը չստանամ։ Ով դու հիվանդ ես։ Մի հատ ուշքի արի։ Ախպոր պես։ Մենակ չսկսես դե լավ տղա խաղալ։ Բոլորն էլ հասկանում են ինչի համար ես դու ստեղ։ Հիմա ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Շատ ուշադիր։ Այս տանը փող չկա։ Ու ով էլ որ տենց բան է ասում, խափում է։ Հա, գողություն եղել է, բայց Վահեն դրա հետ կապ չի ունեցել։ Մայր Թերեզանը երևի Մորքուրիս աղջիկն է։ Ես ինչի պիտի քեզ խափեմ, ասում եմ ստեղ փող չկա։ Դու էլ ինչ ես կապել այդ մեռած տղուց։ Արամ կպի գործը։ Ով դու ոնց որ ուզում ես, որ այս խոսակցությունը գնա վատ տեղ, հա։ Չեմ հասկանում։ Ես դրել ես լավ տեղ ուտեղ։ Բոլորն էլ գիտեն դու ինչի համար ես տեղ։ Դու ինձնից վատն ես։ Ռեբեկային քեզնով ես անում, որ այդ փողերը քեզ մնա։ Ես այդ փողի հոտը քեզանից շուտ եմ առել։ Նենց որ մինչև չհասնեմ իմ ուզածին, ես տեղից չեմ գնալու։ Ով դու անասուն ես։ Հա։ Գիտակցում ես ինչ ես խոսում, թե խելքդ էլ այդ փողերիդ հետ կրվել ես, արա։ Ես ստեղ մնում եմ, բայց այդ ամեն ինչը ոչ մի բանի հետ կապ չունի։ Ասում եմ այդ աղջիկն էլ ոչ մի փողի տեղ չգիտի։ Մի խոսքով, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ես այդ փողերը ստանալու եմ ու վերջ։ Որովհետև եթե ես այդ փողերը չստացա, պարտքատերերը մտնելու են իմ տուն։ Ու այդ արդեն իմ հարցը չի։ Հորս, մորս, քրոջս հասկանում ես, չէ՞, որ իրանք մտան ինչ ալնելու։ Հովո, ես այդքան բանը լավ հասկանում եմ, բայց այդ ամեն ինչը դու պիտի հասկանայիր, մինչև այդ զիբիլին անցնելը։ Ասում եմ, ստեղ փող չկա, այդ աղջիկն էլ ոչ մի փողի հետ կապ չունի։ Լավ։ Ես այդ հարցը իմ ձևով կլուծեմ։ Մարդ դու լավով չես հասկանում։ Արամ, ստեղ լավ ու վատ էլ չկա։ Եթե այդ աղջիկը գիտի որտեղ այդ փողերը, ես կստանամ։ Վերջի վերջո համ ինքը դժգոհ չի լինի, համ էլ ես։
Դրանք լավ հարուստ ընտանիքից էին, չէ՞։ Մեղք է այդ ամեն ինչից հրաժարվելը, մեղք։ Լսի, ուշադիր լսի։ Ու գոհ հեղի, որ հենց հիմա ստեղ դիակը չեմ բռնում, հովո։ Շատ բաներ հաշվի առնելով։ Հետդ չեմ վարվում նենց, ոնց որ կվարվեի ուրիշ քո տեղը եղած մարդու հետ։ Եթե հանկարծ Ռեբեկային խառնեցիր ես պատմություններին, որտեղ էլ լինես քեզ գտնելու եմ, հովո։ Ընտանիքից ես խոսում, արա, սրբություններից ես խոսում, ասում ես քրոջս, մորս, բայց աղջիկն էլ ուրիշ ինչ-որ մեկի քուրն է, չէ՞։ Այդքան բանը չես գիտակցում։ Ես ինչ սրբապիղծ բաներ ես խոսում, հովո, առաջ կարգին տղա էիր։ Այդ փողերիդ հետ արա լրիվ ուղեղդ կորցրել ես դու։ Ես ասացներդ չես մարսելու։ Հա, եղավ։ Շուշուտ ասա չմոռանաս։ Հիմա ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում ու ականջիդ օղ արա։ Մեծ օղ։ Այս տան հասցենել Ռեբեկային էլ մոռանում ես։ Ու եթե խնդիրներ ունես, այդ խնդիրներդ գնա ու քո միջոցներով լուծի։ Ուժեղ տղա ես, չէ՞ դեմդ խաղ չկա։ Էսա ձևը հովո հա քո պատկերացրած։ Մեռած մարդկանց տաները մտնելու թալանելով, հա, ասենք այսօր փող գտար, բա հետո ինչ պիտի անես։ Արամ հասկանում եմ, բայց այդ ամեն ինչ այստեղը սահաս է, կոկորթի սահաս է, խեղդում են պարտքատերերը։ Ինչ անեմ։ Ուրիշ ձև չկա։ Նորից եմ ասում, էսա քո պատկերացրած ձևը հովո, հա։ Դե կապով են ասասներս էլ չմոռանաս անես։ Հա Ռեբեկա ջան։ Գոր կարող ենք հանդիպել։ Ինչ ա եղել։ Չէ, ոչ մի բան, ուղղակի եթե շատ զբաղված չես, մի հատ հանդիպենք էլի։ Ես քո համար միշտ էլ ժամանակ ունեմ։ Սրճարանում եմ, կարող ես տեղ գաս, թե ինչ որ ուրիշ տեղ պայմանավորվենք։ Չէ, կգամ ես։ Ուրեմն հեսա հասցեն կուղարկեմ։ Ես գիտեմ, որ լավ բան չեմ անում, բայց դու էլ լավ բան չարեցիր։ Հա, եղավ, քո ասածն է։ Արամ, դու էլ ես պատասխան տալու։ Հովո աղբորպես դուրս արի էլի ստեղից։ Երևի արդեն հասկացել ես, որ որևէ բան թաքցնելու իմաստ չկա։ Դու իմ ընկերուհին չես։ Ու իմ լավը չես ցանկացել, դա արդեն պարզ է։ Բայց գիտես, ես հավատացել եմ այդ ստին։ Հա, այդ սուտը երբեմն օգնել է ինձ։ Ուղղակի հիմա եմ հասկացել, թե ինչքան բան է խլել ինձնից։ Ինչ էր ասում այդ կնոջ մասին։ Սպասի հիշեմ։ Հա, ինքը Հայկին է սիրել, թե Հայկն էլ իրեն։ Արդեն չեմ հիշում։ Ոնց ա եղել, բաժանել եմ իրենց, հա, քանդել եմ այդ կնոջ կյանքը, դժբախտացրել եմ, այդպես է, խոսի այդպես է, թե ինչ-որ բան բաց եմ թողնում։ Քո կյանքն է, ասա։ Էլի սխալվեցի, չէ, քո կյանքը չի, այդ կնոջ կյանքն է։ Դե փորձում եմ քո կանոններով խաղալ։ Չեմ ուզում փոխեմ սցենարդ, որ քեզ ված չզգաս։ Երևի շատ անհարմար է, չէ, ուրիշի անունից ու ուրիշի կերպարում սեփական ասելիքն ասելը։ Հա, ջան։ 25 տարի հետո աչքերդ բացվեցին։ Կներես։ Գիտեմ, որ դեռ էլի պլաններ ունեիր, բայց ես արդեն ոչ նյարդեր ունեմ, ոչ էլ համբերություն։ Արի գնանք սկզբից։ Այս պատմությունը շատ երկար է ու ես չեմ ուզում հանկարծ այնպես ստացվի, որ որևէ բան բաց թողնեմ։
Այդ երբանից այսքան համարցակ դարձար։ Չգիտեմ, բայց խոստանում եմ, որ կմտածեմ դրա մասին։ Ծաղրում ես, հա։ Եթե անգամ այսքան տարի դու ես ինձ ու իմ ընտանիքը ծաղրել։ Հիմա ինչ եղավ այսքան հանկարծակի նեղվեցիր։ Հա՞։ Հիշում ես մի օր ասեցիր ինձ, որ երբ հայտնվում եմ քո կյանքում դժբախտություն ա լինում։ Կասես այդ ինչ նկատի ունեիր։ Դե իմ համար արդեն պարզ է, որ դու ու Հայկը ծանոթ եք եղել։ Պարզ է նաև այն, որ այդ հորինված սիրո դժբախտ հերոսուհին դու ես։ Բայց ես ինչ կապ ունեմ, ես քեզ ինչ եմ արել։ Հա՞։ Չհամարցակվես հանկարծ Հայկի անունը տալ։ Չհամարցակվես իմ սերը ծաղրել, լսում ես։ Կյանքիդ մեջ էլ Հայկի անունը չտաս, չլսեմ երբեք։ Հա, ինչ ես ուզում լսես։ Ես սիրել եմ Հայկին, ու շատ եմ սիրել։ Շատ եմ սիրել, ուրիշ ինչ։ Իսկ դու իրան խլել ես ինձանից, իմ երջանկությունն ինձանից խլել ես, ուրիշ ինչ ես ուզում լսես։ Կներես, իսկ Հայկը գոնե տեղյակ էր, որ դուք ուզում եք միասին երջանիկ լինել։ Այսօր հոդվածս ավելի լավ ստացվեց, չէ՞։ Ահա։ Բայց մեկը անհամբեր սպասել եմ վաղվան, որ գնանք ու տեղում մեր նյութերի համար ֆոտո վերանենք։ Ահա։ Սառա, ինչ ա եղել քեզ։ Ոչ մի բան։ Բա ինչի կանգնեցիր։ Մտածում եմ ամեն ինչ վերցրել եմ, թե չէ։ Ինձ թվում է ինչ-որ բան եմ մոռացել վերևում։ Այսօր ոնց որ նշանածը չկա, հա։ Իսկ ինչ պարտադիր է ամեն օր գա։ Ինքն էլ է աշխատում։ Բան չասեցի։ Եթե բան չես մոռացել գնանք։ Դու գնա, ես գործ ունեմ, մոռացել էի։ Օգնեմ քեզ։ Չէ, ու առհասարակ ես օգնության կարիք չունեմ, Արսեն։ Քո պրակտիկայի ժամն ավարտվել է, ուրեմն հանգիստ կարող ես տուն գնալ։ Լավ ես։ Բայց ոնց որ մի տեսակ ես, հա, ինձ թվում է լարված ես, հա, ինչ ա եղել, ասա։ Չէ, ուղղակի գոր ուզում էի ասել, որ Արամը դեռ կարող է մնա այդ տանը։ Ինչի։ Վատ բան եմ ասում։ Չէ, ուղղակի քեզ նոր չեմ ճանաչում, դու տենց շուտ որոշումը չէիր փոխի, կարող է այդ որոշումը Արամի հետ է կապված։ Չէ, ուղղակի մտածեցի, որ ճիշտ չի եսասիրության ու կապրիզների համար այդ մարդուն տնից հանենք։ Չեմ ասում, երկար մնա, բայց ամեն դեպքում պետք չի իրան հիմա շատ շտապ հանել։ Վերջի վերջո մենակ այդ տան պատերը չեն, որ ինձ ու Վահեին կապում են։ Ամեն դեպքում առավոտը լրիվ ուրիշ տրամադրվածությամբ էիր։ Ուղղակի իմ կյանքում էլ ա եղել էտապ, որ ես գնալու տեղ չեմ ունեցել։ Ես գիտեմ այդ ինչա նշանակում։ Դրա համար ես իրան հասկանում եմ։ Դու հիմա փնտրի էլի տեղ, որ կարա ինքը գնա, բայց ամեն դեպքում իրան պետք չի տնից հանել այսօր կամ վաղը։ Բարև ձեզ։ Աստծո բարին։ Էս ինչ վատ դեժավյու է։ Կավա սխալ պահի եմ եկել։ Չէ, նստի։ Ռեբեկա ջան, Արամին հենց դրա համար եմ կանչի, ինչի մասին նոր խոսում էինք։ Ինչի մասին։ Ահա, բայց ես քեզ ասեցի, չէ, որ դա շտապ չի, կարա սպասի։ Ժողովուրդ, իմ ձայնը չի լսվում, թե չեմ երևում։ Իմ մասին եք խոսում, ինձ էլ կասեք իմանամ, թե չէ։ Սենց որ գնա կարող է ինձ աստղայինը տանի, է։ Լրջացի մի հատ։ Սենց։ Լավ, վերջ, էլ բան չեմ խոսում։
Բարի օր։ Բարև։ Ինչ ա եղել, Սար։ Բարկացած եմ։ Ում վրա։ Ինձ վրա։ Ինչի։ Որովհետև սխալը սխալի հետևից եմ անում։ Մտածում եմ ես ուղղեմ, բայց ոնց հասկանում եմ արդեն ուշ է։ Սար, կամ դու ես շատ խառը խոսում, կամ ես եմ ուղղակի առավոտվանից այնքան վատ եմ, որ չեմ հասկանում ինչ ես ասում։ Ինչի՞, քեզ ինչ ա եղել։ Լավ չեմ զգում ինձ, գլուխս ցավում է, մարմինս ցավում է։ Հիմա էլ սկսել եմ մրսել։ Վայ։ Կարողա ջերմում ես։ Հա, ոնց որ ջերմում ես։ Արի գնանք պարկի, ջերմաչափ բերեմ, տեսնենք ինչքան է ջերմությունդ։ Թե ես լցնեմ գնամ։ Չէ, արի, ես կբերեմ։ Արի։ Ես իմ ասելիքն արդեն ասեցի։ Մնացածը ինքդ որոշի ոնց ես ճիշտ գտնում։ Չէ, դες այս չի լինի։ Եթե պիտի ինձնից խոսեիք, գոնե ասեիք մի քիչ ուշ կգայի։ Թե չէ։ Ոչ մի արտառոց բան չկա։ Ուղղակի առավոտյան զանգել էի Գորին ու խնդրել էի, որ քեզ շուտ հանի Վահեի տնից։ Իսկ հիմա որոշեցի, որ կարիք չկա այդքան շուտ հանելու։ Ես իմ ասելիքն արդեն ասեցի, մնացածը դուք որոշեք։ Ախպերս այն գործի պահը երևի մի քիչ արագացնենք։ Կարագացնենք։ Էլ կա 38.5 է բարձրացել ջերմությունդ։ Մեծ բան չի։ Դեռ քամ կանցնի։ Վերցրու։ Այս վերջին ջերմիչեցնողներն է, պետք է էլի առնենք։ Պապիկն էլ բոլոր դեղերը ջղայնացած ժամանակ թափել է, բայց դե չեմ կարող քեզ մենակ թողնել։ Ռեբեկային զանգի։ Չի պատասխանում։ Լավ, գնամ տեսնեմ ինչ տեղ կա տանը դարակներում։ Մեքենան մոտեցրել եմ, կարող ենք գնալ, բայց խցանումներ են, եթե հնարավոր է շուտ դուրս գանք, որ չուշանանք հանդիպումից։ Շատ լավ Արման ջան, ես 5 րոպեից կգամ։ Ասա Սարա։ Պապի, դու կարող ես հիմա տուն ես գալիս։ Չէ, գործնական հանդիպում ունեմ։ Ինչ է պատահել։ Էլկան է հիվանդացել, բարձր ջերմումը։ Էլկա։ Հա, տանը էլ ոչ մի ջերմիչեցնող չկա, վերջինը տվել եմ։ Մտածեցի կարող է տուն ես գալիս, հետդ միանգամից բերեիր։ Զանգում եմ Ռեբեկային, Նարինեին, չեն պատասխանում, բայց Էլկային էլ մենակ թողնել չեմ կարող։ Հասկացա, հիմա Արմանը կբերի ինչ որ պետք է։ Արման ջան, տես ինչ ես անում։ Ես տաքսիով կգնամ, բայց հետո դու ինձ հետ կապի մեջ եղիր, որ գաս իմ հետևից։ Զանգիր Սարային, իմացիր ինչ դեղ է պետք, առ ու տար տուն։ Էլկան իրան մի փոքր վատ ազգում։ Հասկացա։ Այ Արման։ Հա, Հայկ ինձ համար ամեն ինչ է եղել։ Ամեն ինչ։ Ու եթե դու գոնե իմ կեսի չափով Հայկին սիրեիր, այսօր մենք բոլորս այսքան դժբախտ չէինք լինի։ Բայց դու ամեն ինչ ինձանից խլեցիր։ Ամեն ինչ։ Լսեցիր ինչ ուզում էիր լսեիր։ Ասելու բան ունես դեռ։ Այս ինչքան չարություն ու մաղձ կա ներսումդ, Դիանա։ Հա, չարություն ու մաղձ կա, իսկ ով է ինձ այսպիսին սարքել, ով։ Դու Նարինե ջան, դու ես սարքել, որովհետև դու միշտ ամեն ինչ ինձանից գողացել ես, ամեն ինչ։ Ու այսօր իմ դատաստանը քո հանդեպ շատ արդար է։
Եթե անգամ մտածենք, որ իրականում ամեն ինչ այնպես է, ոնց դու ես ասում։ Այդ դեպքում ասա ինձ խնդրեմ։ Արժեր Հայկի համար վրեժ լուծելու նպատակով դառնալ Միսակի սիրուհին, հա? Արժեր այսքան տարիների ուսումդ, պայքարդ կործանել, որ ինձ կործանված տեսնեիր։ Արժեր ամեն ինչ զոհել մի բանի համար, ինչ երբեք չես ունեցել ու շանս էլ չունեիր ունենալու։ Եվ վերջապես, արժեր սեփական ամուսնուդ, Էմիլին սպանել, Դիանա։ Ես ինչ ես խոսում։ Ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Չունես։ Իրոք։ Իսկ եթե ասեմ, որ ես ապացույցներ ունեմ, հա, Միսակն ինձ ամեն ինչ պատմել է։ Դե սկզբում չհավատացի, որովհետև մտքովս անգամ չէր անցնի, որ դու նման բանի ընդունակ ես։ Բայց հետո այնպիսի ապացույցներ ցույց տվեց, որ ուղղակի ուրիշ տարբերակ չկար, քան հավատալ, որ դու մարդասպան ես։ Թե պիտի հերքես։ Պիտի ասես, որ ամեն դեպքում դու չես սպանել։ Իսկ կարող է ասես, որ իմ անհավասարակշիռ դու չես դեղերով սրվակը տվելու գնացել։ Հետո ասես, որ դու չես Սարային նամակ ուղարկել ու ամեն ինչ խեղաթյուրած պատմել։ Կարող է նաև ասես, որ Ռեբեկային դու չես սեփական ձեռքումդ գործիք սարքել ու հետո այն հյուրանոցի պատմությունը կազմակերպել, որ Սարային վնասեիր, հա? Հա։ Հա ես եմ արել։ Այդ ամեն ինչը ես եմ արել։ Հա ես եմ քեզ այդ դեղերը տվել, որովհետև արդեն բոլոր նյարդերից վրա ազդում էր, չէի ուզում քեզ տեսնեի։ Ես եմ արել ամեն ինչ, Էմիլին էլ եմ ես սպանել, բայց ես այդ դիտմամ չեմ արել, ես չէի ուզում, ուղղակի մենք վիճում ենք ու ինքը եզրիներ, ես միամիտ հրեցի ու ինքը ընկավ, ես չէի ուզում անել, բայց այ ես եմ արել, այդ ամեն ինչը ես եմ արել։ Ինչ։ Բայց այս ամենի մասին երբեք ոչ ոք չի իմանալու, որովհետև ես նորից կլինեմ նույն Դիանան, հավասարակշռված ու կենտրոնացած։ Իսկ քո հետ գիտես ոնց կվարվեմ։ Այնպիսի մի բան կմտածեմ, որ այլևս քո ցնդաբանություններին ոչ ոք երբեք չի հավատա։ Ու այսքան տարի ես օգտվել եմ մի հոգեբանի ծառայություններից, ով ամենաշատ ուներ հոգեբանի կարիք։ Այս դեպքում արդեն հոգեբույժի։ Ինչ ուզում ես արա։ Ինչ ուզում ես ասա։ Միևնույնն է, ոչինչ չի փոխվելու։ Ես այս խաղը արդեն սկսել եմ։ Ու մինչև վերջ եմ գնալու, ու այս անգամ Նարին է, հաղթանակը իմն է լինելու։ Ցավում եմ քո համար, բայց հենց այստեղ քո խաղն ավարտվեց, ու չեմ կարծում, որ քո օգտին։ Այսինքն։ Գոնե այսքան տարվա մեջ քեզնից մի բան սովորել